ընկերության հետ համատեղ երկրորդ շնչառությունը իրականացնում է նոր ծրագիր։ Մենք տանենք դուք օրհնեք։ Դուք արդեն պապանձվեք։ Ես եւ վայրենի եմ, եւ վայրենի եմ, ջերմուկցի եմ։ Ես փախստական երեխաներ եմ պահել։ Չխփեի ինքն էր մեզ սպանելու բոլորին։ Պատերազմական բժիշկ եմ։ Կրկնակի կանտուզիա եմ ստացել, շանտեղ չեմ դնում։ Ոտքս էլ վիրավորա, էլի շանտեղ չեմ դնում։ Կյանքը իմ համար այսպես լավ է։ Մեր Երևանից լավ տեղ չկա։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, երկրորդ շնչառությունը GG ընկերության հետ համատեղ ներկայացնում է նոր նախագիծ։ Մենք ձեզ կտանենք, դուք մեզ կօրհնեք, կմոտենանք կանգառներ, ավագ սերնդի մեր ներկայացուցիչներին կառաջարկենք տանել այն վայրը, ուր նախատեսում են գնալ։ Ճանապարհին կզրուցենք, բաժանորդագրվեք երկրորդ շնչառությանը, հետևեք մեզ, գրեք ձեզ ուզող հարցերի մասին, եթե որևէ տեղ ունեք գնալու, գրեք մեզ այդ մասին, գրեք հասցեն, գրեք օրը, մենք կմոտենանք, ձեզ կտեղափոխենք եւ կզրուցենք։ Եկեք, մենք տանենք, դուք օրհնեք։ Կլինի։ Գնացինք։ Ահա։ Բարև ձեզ։ Դուք արդեն պապանձվեք, ձեր անունը կասեք ինձ։ Գալստյան Սուսան։ Սուսաննա թե Սուսան։ Սուսան։ Ինչ ոնց ուզում ես, մեկը Սուսան եմ։ Լավ։ Տիկին Սուսան, ուր եք գնում Կիրակի առավոտյան։ Գնում եմ եկեղեցի։ Որ քաղաքի որ մաս։ Բանգլադեշ, հարավ-արևմտյան թաղամաս։ GG ընկերության հետ համատեղ երկրորդ շնչառությունը իրականացնում է նոր ծրագիր։ Մենք շրջելու ենք Երևանում, կանգառներում, հրավիրելու ենք 60 եւ ավելի տարեկան անձած ավագ սերնդի ներկայացուցիչներին, տանելու, զրուցելու պայմանը սա է։ Մենք ձեզ տանենք, դուք մեզ օրհնեք, համաձայնեք։ Բաստված օրհնի, ես օրհնեմ, մեր օրհնանքը որ ասես հասնում է, բա դրա համար հիմա ողջ եմ, Աստված ինձ պահել է, տունս եմ ծախի տալել եմ Ղարաբաղի երեխաներին եմ ներդրել 92-3 թվականներին, ոչ խարել եմ օրդը, ինչ ասես արել եմ, ոնց փաստաթղթերս մոտս չի, ես եւ վայրենի եմ, եւ վայրենի եմ, ջերմուկցի եմ։ Վայ, Տիկին Սաննա, եթե կարելի է, մենք մեր հաղորդման շրջանակում չենք ամաչում, տարիքը հարցնում ենք եւ ակնկալում են ճիշտ պատասխան, դուք այն տարեկան եք։ Դե ասա, ասեք դուք 3 հոգի եք, ես մենակ, ասեք ճիշտը իմ տարիքը, մոտավորապես։ Դե 60-ը անցեք։ Իհարկե, բա 70 կարող է 70-ին մոտ լինեք։ Մոտ չեմ, հեռու եմ, մի քիչ վերև եմ։ Ինչքան մեկ, դե 1, 2։ Չէ, 1, 2։ 77, այո, հրաշալի է, շատ լավ տեսք ունեք, շատ պոզիտիվ եք։ Ինչ է պետք տարիք ունեցող, վաստակ ունեցող մարդուն մեր երկրում։ Ազնվություն։ Նախ առաջինը ազնվություն։ Բարեխիղճ լինի։ Կարիքավորներին օգնի, այս մազերը սպիտակելա նման հարցերի շուրջ։ Ես փախստական երեխաներ եմ պահել 5 տարի, 6 տարի, 2 տղաներ նրանց համար տուն եմ ստեղծել Եղեգնաձորի տարածքում։ Այդ ասեցի բնականից վաճառել եմ Ղարաբաղի երեխաներին եմ ներդրել, ես ինչ որ խոսում եմ, փաստացի ունեմ։ Ես այսպես մեծ ընդհանուր իմ կյանքի գիրքը գրել եմ, ձեռագրով բարերար չեմ գտնում, որ տպել տամ, այս գրքերը բաժանեմ, սա հայրենասիրական մեծ հայրենաս, ինձ Ռեմբո են ասում, ես լավ կռվել եմ, զենքել եմ Տարեզին ամոթեր, գնացել եմ վաղով հաս ազատ ագրելու կապակցությամբ, խրամաբաներով, անտառնային ճանապարհներով գնում ենք առաջ, ես հենց քայլս քցեցի, տեսա, որ պարկած է խոտերի մեջ, հենց հետ դարձա աշկերը փակեց, ես զգացի, որ ինքը ողջ է, սաղ է, պարկած էր, որ մեզ բոլորիս հետևից խփեր, 7 հատ փամփուշտակար լիքը լցրած հանեցինք իր մոտից, բա չխփեի ինքն էր մեզ սպանելու բոլորիս, ու ինքը… Տիկին Սուսան, դուք ամեն կիրակ եք գնում եկեղեցի։ Հա, ամեն կիրակի ժամը 11-ին ընդեղ պետք է լինեմ։ Ապրում եք այս թաղամասում, գնում եք։ Քիչ վերև, հա, երրորդ մաս, որ բնականից վաճառել եմ, ինձ տվել են ղռերի ուսումնարանը, ղռերը մի քիչ վերև էլի, այդ տարածքը ղռերա կոչվում։ Բանը լճի ակունքն է միջև։ Այնտեղ զորամաս կա, բայց ներքին զորքերի զորամասն է, այնտեղ ապրում եմ։ Ինչ է պետք 70 անց մարդուն մեր երկրում։ Չգիտեմ, նայած ու ինչ։ Դες ինչն է պատասխան։ Ինձ առողջություն, նորեդ էին խոսում մարշրուտի մեջ, մեր մոտից մարշրուտն է գալի, ասեցի, եթե մոր, նամանավան մոր ծնողի համար երեխաները լավ են, առողջ են, ուրեմն ծնողը, մայրը ավելի լավ է։ Դե ես ուրիշ երեխեք եմ պահել,
փախստական երեխեք եմ բախե դրանց համար տուն եմ ստեղծել։ Նրանք արդեն մեծ մարդ են, ամուսնացել են, տարբեր տեղեր ապրում են, իրանց համար եմ տուն ստեղծեմ։ Կապ ունեք։ Չէ, ոչ մեկի հետ կապ չունեմ, Ռուսաստան են ուրեմն չեն չգիտեմ։ Գնային հիմա ձեզ։ Չգիտեմ, գնային, կարող է չհիշեն։ Այն ժամանակով եմ երը ինչ եմ հիմա, մի քիչ մեծացել եմ, հա։ Բայց ինձ ասում են դու նույնն ես, ես աշխատել եմ ռազմական ոստիկանությունում, բժիշկ եմ, պատերազմական բժիշկ եմ։ Ահա, ես ուրիշներին օգնում եմ, ես բժիշկի չեմ գնում, անձամբ ինքս, ես շատ լավատես մարդ եմ։ Լավատեսը, որ մարդու մեջ կա, ազնվությունը կա, Աստված հասկանում է, ու բոլորիս էլ թող այդ մեր Աստված շատ սիրելի է, ես գոհ եմ իմ Աստծուց, ուզում եմ, որ ձեզ բոլորիդ էլ այս բարի մաղթանքը լավ լինի ու Աստված օրհնում է, բոլորին օրհնում է։ Դե ամենայն դեպս ես լավ եմ զգում, նախ ֆիզիկապես առողջ եմ, ոչ մի ներքին խնդիրներ, խնդիրներ չունեմ, կրկնակի կոնտուզիա եմ ստացել, շանտեղ չեմ դնում, ոտքս էլ վիրավոր է, էլի շանտեղ չեմ դնում։ Սասիդը ինքս ինձ իմ գաղափար Աստված ինձ օգնում է։ Ես խնդրում եմ ինքը ինձ տալիս է իմաստություն, մոր իմաստություն, որ համ երեխաներիս ընկերներս են։ Իմ տղաս 60 տարեկան է, 17 տարի եմ տղայիցս մեծ։ Լավ է։ 59 տարի, հա, ասում են ամուսինը, տարողի ամուսինը, տղես է, էլի։ Մենք վայենի ենք, իրեքս էլ, հա։ Ու ինը, հորս ընտանիքից աղբերները, իրանց երեխեքով, ես իմ երեխաներով։ Բայց զինվորականի համար շատ պոզիտիվ եք, խիստ ենք ճախոս են զինվորականները։ Բայց դե արդեն դասատուել եմ էլի եղել, դասատուները շատ են խոսում։ Դե, հայոց Որտեղ եք ավարտել։ Ոչ մի տեղ, բժշկական եմ, ինստիտուտ եմ, ավելի փոքր քոլեջն եմ ավարտել, Հետո։ բայց դե աշխատել եմ հայոց լեզվի դասատու, սովետի ժամանակով։ Գրականությունս շատ ուժեղ ա եղել, ինձ ընդունել են, աշխատել եմ Չարբախի եզդիների դպրոցն եմ գնացել դաս տվել, հայկական դպրոցում եմ դաս տվել։ Դուք ջերմուկցի եք հենց։ Ջերմուկ հենց ծնունդ եմ։ Հետո տեղափոխվել եք Արցախ։ Չէ, ես Արցախստան եմ ապրում, չէ, Արցախ չեմ տեղափոխվել։ Ուղղակի պատերազմի ժամանակ ծառայել եք։ Այո, որպես բժիշկ բուժքույր գնացել եմ պատերազմ։ Պապարավնստեի տունը ինչ անեի։ Արցախյան առաջին պատերազմի մասնակցել եք։ Այո, 88 թվից սենց ձախով պետք է թեքվեք։ Մենք գիտենք դուք ուր եք գնում։ Հա, ավելի լավ։ Բաչեն բարով չի, Բաչեն մեր նկարող թիմի անդամն է արդեն։ Շատ հաճելի է, դե իհարկե, բաբերը Աստված կա, իհարկե, ես իմը ստանում եմ Աստծուց։ Տիկին Սանա, այսօր առավոտյան որ դուրս եք ակցիոնից, գիտեիք որ կհանդիպեք, մի բան կպատահի։ Գիտեք ինչ, տղաս գնացել էր ուրիշ տեղ աշխատելու, այդ մեծը, որ 59 տարեկան է, եկավ գիշերը, հացմած ամեն ինչ դրեցի պատրաստ ու գնաց ջերմուկ։ Ասի Ալիկ ջան, չեմ քնելու, բալես որ գնաց զանգեիլի սանտանեմ, որ հանգիստ լինեմ։ Գնա զանգեց, տեղ եմ հասել, արդեն ես զանգում եմ, ասում եմ դու արդեն քյարքին ես, մամ դու տեսնում ես ինձ, ես զգում եմ։ Ասեմ հա, ամփորձ եմ, մամ, ոչ սառույց կա ճանապարհներին, մաքուր, ասֆալտները մաքուր, ասի բա ջերմուկ, ասեց արդեն հաց եմ ուտում ջերմուկում, մամ էլի բացա լավ է։ Հա, ինձ անկախ ինձանից լավ բան պետք է ես լսեմ, ուրախ էի։ Այսինքն անկախ ինձանից ես ուրախ էի, ոնց որ Մեզ էլ փոխանցեցիք ձեր ուրախությունը մեր բաժանորդներին։ Իմ այնքան շատ մարդ կա, որ ուզում են, ինչ չես գալիս մեր տուն, ինչ խանութ կա որ գնում եմ, չի ասում որ գալիս ես, խոսում ես, քո այդ էներգիան, քո ես հələ կռիվ եմ գնացել, ջերմուկի կռիվներին էլի մասնակցել եմ մի քիչ, տվս վայքում տեսնում են, ասում են ռալիտ, մամայիդ որտեղ թաղեցիք, տվս շշկրվում, ասում ոնց թե զանգեց, մամ ուր ես, ասում տունն եմ։ Բախման տղերք ինձ ասում են մամա այդ որտե թաղեցիք եռաբնուր թե ջերմուկ։ Տիկին Սուսան, դուք եկեղեցում տարեկից ընկերուհիներ ունեք, շատ եք խոսում, ինչ է պետք մարդուն։ Հավատարմություն, հավատ Աստծուն հանդեպ, հավատ պետք է ունենաս։ Աստված ասում է, եթե դու փնտրես, կգտնես, եթե դուռը չհրես, ոնց կբացվի։ Հա, պետք է տրվի էլի, դա սա անկեղծություն է, շատ։ Մենք չենք կարող մեզ, չգիտեմ ինչի հետ համեմատենք, այն մանանեխին փոշու հատկի չա, որ ունենանք հավատարմություն և Աստված տալիս ինքը զգում է։ Հիսուսը ասում է, որտեղ 2-3 հոգի խոսում են, ես ընդ ներկա եմ։ Հիմա ինքը մեզ լավ էլ լսում է, լավ էլ տեսնում է, լավ էլ ես իր հետ խոսում եմ, ասում եմ Տեր,
ինչ կարելի ասա, ինքը ինչ տեղը տեղի ունենում, ես զգում եմ։ Տիկին Սուսան, իսկ կան 60-անց մարդիկ, որ թոշակի են գնում ու սկսում են բողոքել, տրտնջալ, կյանքը չսել, իրենց ինչ կասեք։ Դե տրտնջացողը միշտ հիվանդ են։ Բայց անբավարար, անկուշտ մարդիկ են։ Ինչ կա յոլա գնացեք։ Սենց է մեր պետությունը եզրի է։ Այսքան է, որ ինչքան կարողանում են, այնքան անում են։ Էլ ինչ անեն։ Այն որ քարտով առևտուր են անում, նա հենց թոշակի ավելացում է։ Ինչի չեն հասկանում։ Բոլորը նույն հասկացողությունը չունեն։ Կարպ Խաչվանյանն ասում դիպլոմ չունեմ, ասում կորցրել եմ, հիմնա։ Ես ամեն ինչ գիտեմ, ամեն ինչ հասկանում եմ, ով ասում դիպլոմ չունեմ։ Շատերը չեն հասկանում այդ բանը, դե ինչ պետք է լինի, ճիշտ է, կա թոշակներ շատ քիչ է։ Ես զինվորական թոշակ եմ ստանում, էլի իմ համար քիչ է, 3 ընտանիք եմ պահում, մեզ տորես Վարչով ապրում, փոքրս Եղեգնաձոր կինը մահացել է, 3 երեխա ունի, աշխատանք չունի, ռազմական ոստիկանությունից զորացրվեց, կգանք մեր տուն։ Հա, գալու ենք, անպայման, այդպես էլ ենք անում։ Հա, այնքան հետաքրքիր է, իմ տունը գալիս են, հավանում են, ասես վայրենավարի ապրում եմ։ Հիմա ցուրտ է, ինչ չի, ես տունը ոչ մի չեմ վառում։ Այսինքն յոլա եմ գնում, չեմ մարսում։ Դուք ձեզ երկարակյաց համարում եք։ Դե չէ, չգիտեմ, այդ Աստված գիտի։ Եթե ոչ մի դրտնջալու, բողոքելու դենց հատկություն չունեմ, ես սենց չեմ ծնվել, ասեմ, ու նորմալ է իմ համար, ինչ կա, դա յոլա եմ գնում եմ, մի քիչ փողի կարիք ունեմ, մի քիչ փողի կարիք ունեմ, դե ով չունի, թոշակս չի հերիքում, երեք հարևանից պարտք եմ վերցրել, այդ պարտքերից ոչ թե վախենում եմ, նեղվում եմ, ամաչում եմ, ավելի ճիշտ ամաչում եմ, այսենց կասեմ ես։ Բա որ իմ թերթերը կարդաք, վայ դուք հասկանաք ես ինչքան մեծահոգի եմ, Աստված ինձ սենց է ստեղծել։ Ես քույրեր ունեմ, մենք բոլորովին ուրիշ մարդիկ ենք, մենք տարբեր ենք քույրերով։ Բա միշտ պապաս կասեր, իմ տղենա։ Մեծ աղբերս ասում, մենք աղբերներ ենք, արջը, ջերմուկի արջը, Սեյրանը իմ աղբերն է, արջը հետ էլ կռվել է։ Մենք ասեցի, չէ, վայրենի ենք ու վայրենի ենք սա ասել, բայց ոչ թե վայրենի ենք, այլ երբեմն ինձ ասում են, չէ, շատ հաճելիքին ես բան, դե նաղդի տենց էլի, ալի ֆրանգի կյանքը իմ համար այսպես լավ է։ Իմ Երևանից ոչ մի տեղ չկա, մեր ամեն ինչից ոչ մի տեղ չկա, չեն հասկանում, ուրիշները գնում են ուրիշ երկրներ, հետո մզալով գալիս են Հայաստան, ասում են մեր Երևանից լավ տեղ չկա, իրոք ցանկանում են բոլորին առողջություն, թող բոլորը իմ նման առողջ լինեն։ Իմ միշտ սա եմ ես ասում եմ բոլորիդ առողջություն, իմ նման առողջ եղեք։ Ես էպիկրիզ ունեմ, որ բոլորովին առողջ եմ։ Իսկ ձեր ձեռքին ինչ է։ Այս ձեռքը շատ վաղուց քրոջ տղայի հետ իրանց տունն էինք վերանորոգում, գազի պլիտա էինք դնում, այդ պլիտան պետք է հանեինք, ուրիշը դնեինք, բաց թողեց ձեռքս մնաց դռան այս սուր անկյան ու այդ գազի պլիտայի արանքը 7 տարի 8 տարի առաջ ջարդվեց, ստեղ ջարդվեց, ուշադրություն չեմ դարձրել։ Իմի որ մի քիչ լվաց գործ եմ անում, ցավում էր, կապել եմ, ատամի պաստա եմ դրել, կապել եմ գիպսա, ատամի պաստան հավաքում բուժում է, դա կքանդեմ արդեն։ Մասնագիտությունն եք իրարել։ Հարաշալի է։ Ուրախ եմ, որ հանդիպեցինք։ Եթե նույնիսկ հարցեր չտայի, դուք միևնույն է պատմելու շատ բան ունեիք։ Որ դուք մի հատ համար ասեք, ես չեմ գրի, իմ ուղեղում գրվում է ու հիշում եմ։ Ոնց է հիշում եք։ Հիշում եմ։ 77 տարեկանում ասած համարը հիշում եք։ Այո։ Լավ է, եթե ինձ պետք է, իմ մոտ ֆիքսվում է, եթե չէ, ուրեմն հրաշալի է, հա։ Գնայեք երկրորդ շնչառությունը, ձեզ գնայեք։ Ահա։ Որ ալիքով YouTube-ում կգրեք երկրորդ շնչառություն։ Ես չունեմ, հեռախոս չունեք։ Բա ոնց եք ձեզ տեսնելու։ Դե լավ, բարեկամներ, ընկերները կասեն, որ ձեզ անցած անգամ տեսել ենք։ Այս է իմ հեռախոսը, ասեց բաներով։ Այդ սենսորները չեմ սիրում, զանգեն մատովանում չբացվի, խփեմ ջարդում եմ։ Ինչի՞ դա արդեն ասել եք, վայրենի եմ։ Վայրենի Սուսան։ Տղաներ ունեք, չէ՞, աղջիկ չունեք։ Հա, դե դրա համար ուժը կանայք է որ տղաներ ունենում։ Էլի որ Հրաշալի է, շատ շնորհակալ եմ, որ եկաք, որ հավատացիք։ Ապրեք, Աստված բոլորիդ էլ առողջություն տա, կանևոր ամենաուժեղ հարստությունը առողջությունն է։ Լրիվ, հետո ես ասենք հիմի որ գաք մեր տուն կտեսնեք
ճիշտ է, այստեղ էս չկա, այնտեղ մի բանը չկա, մի բանը չկա, ոնց որ այդ կարիքները խոսքի ես ունեմ, բայց ես մանրակրկիտ ով տուն ամատնեմ, ասում եմ մի հատ ձեռքերդ լվա։ Բուժքույր եք։ Հա, իմ երեխեքը քրոջս տղեն ասում է սուսիկ ձեռքերդ լվա, այնսիկ բան երկում է, չէ։ Կատակ են անում այդ թեմայով անգամ։ Անեկդոտ է բացել վրս։ Նա բանից վերջը, բայց ես Օֆելիան եմ, որ նայեք հաղորդումը, կտեսնեք։ Հեռախոսը ցույց կտամ։ Երկրորդ շնչառություն, կբացեք, կբաժանորդագրվեք, կնայեք, կտեսնեք։ Ձեր տարիքի մարդիկ են, ձեզ նման պոզիտիվ մարդիկ են, որոնք սովորեցնում են սիրել կյանքը, կամ որ 60-ից հետո երկրորդ շնչառություն վերցնեն։ Դե իհարկե, ես կարող եմ շատ 3-րդ, 4-րդ, 5-րդ շնչառություններ վերցնեմ, որովհետև ամեն ինչ նորմալ է իմ մոտ։ Ես էս ինչ է այդ, որ վարակվեցին, հիվանդացա անդա։ Կովիդը։ Չեմ հիվանդացել, ընդհանուր ես շատ առողջ մարդ եմ։ Լրիվ, սենց ասում եմ էլի։ Շնորհակալություն ձեզ։ Հաջողություն ձեզ։ Լավ որ Աստված ձեզ հետ։ ապրեք։ Աստված բոլորիս սիրում է։